Արդյոք քրիստոնյան պետք է հարգի կամ ընդունի այլ կրոնների աստվածներին։ Աստվածաշունչն այս հարցին տալիս է հստակ և անեկբա պատասխան։ Ոչ, քրիստոնյան չի կարող ընդունել կամ հարգել կուռք աստվածներին։ Ելից 22-3 համարներում ասվում է. «Ես եմ Տերը, քո Աստվածը, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս»։ Եվ սա 10 պատվիրաններից առաջինն է։ Աստված ոչ միայն մեզ արգելում է երկրպագել այլ աստվածների, այլև նույնիսկ նրանց ներկայությունը իր ժողովրդի մեջ անընդունելի է համարում։ Այսօրվա աշխարհում հանդուրժողականություն բառը դարձել է մի նշանաբար, որով շատերն արդարացնում են ճշմարտության լռեցումը։ Մեզ ասում են հարգել ուրիշների հավատը, ընդունել բոլոր կրոնները, աստվածներն ի վերջո նույնն են, բայց այսօր ուզում եմ այս միտքը համեմատել Աստվածաշնչի հետ։ Աստվածաշունչը բացարձակ միանշանակ է։ Երկրորդ Օրինաց 4:35-ում ասվում է. «Տերը Աստված է, և ուրիշ ոչ ոք չկա նրանից բացի, մեկ Տեր, մեկ Արարիչ և մեկ Փրկիչ, Հիսուս Քրիստոս, Հայր, Որդի և Սուրբ Հոգի»։ Եվ այս երրորդությանն է, որ մենք հավատում ենք։ Այլ աստվածներ կոչվածները, ինչպես հին կտակարանում, այնպես էլ այսօր կոչվում են կուռքեր։ Նրանք ստեղծված են մարդու մտքով, մշակույթով կամ ուղղակի խավարի ուժերով։ Սաղմոս 115:5-8 համարներում ասվում է. «Նրանք բերաններ ունեն, բայց չեն խոսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում։ Նրանց շինողները ու բոլորը, ովքեր հույս են դնում նրանց վրա, դրանց նման են»։ Եվ ահա այստեղ է մեր հոգևոր պատասխանատվությունը, երբ մենք հարգանքով ենք վերաբերվում այս կուռքերին, լռությամբ, համակերպմամբ կամ հանդուրժողականության անվան տակ, մենք փաստորեն բաժնեկից ենք լինում այդ մոլորությանը։ Շատերը հարց են տալիս. «Բա չէ՞ որ Քրիստոսը սիրո մասին էր խոսում»։ Սիրել մարդուն չի նշանակում հաստատել նրա մոլորությունը։ Սերը չի ուրանում ճշմարտությունը։ Հենց Քրիստոսն ասեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, և ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»։ Նա երբեք չհամակերպվեց կեղծության հետ։ Նա սիրեց մեղավորին, բայց դատապարտեց մեղքն ու մոլորությունը։ Նա չասեց ճանապարհները շատ են, այլ ասեց, որ միայն մեկ ճանապարհ կա, որն ինքն է։ Եվ եթե մահից հետո մարդուն երկինք տանող ճանապարհը Հիսուսն է, ուրեմն այլ աստվածներին ամբողջ կյանքում հավատալը ի վերջո տանում է դժոխք։ Մենք չենք խոսում մարդկանց վրա հարձակումների կամ կրոնական թշնամանքի մասին, չենք քարոզում ատել նրանց, ովքեր Քրիստոսին չեն հավատում, այլ հակառակը, մենք պետք է սիրենք մարդկանց։ Եվ այդ պատճառով էլ ասում ենք ճշմարտությունը, քանի որ սերն առանց ճշմարտության խաբեություն է։ Մարդասիրությունը չի կարող լինել մի համակարգ, որտեղ մարդը գնում է դժոխք առանց նախազգուշացման։ Քրիստոսը չի խաչվել, որ մենք հիմա ասենք. բոլոր կրոնները ճիշտ են։ Նա խաչվեց և հարություն առավ մեռելներից մեզ հավիտենական կյանք պարգևելու համար, որովհետև ոչ մեկը չէր կարող փրկվել առանց նրա։ Ոչ մի սուտ Աստծո միջոցով փրկություն չկա և չի էլ լինի։ Գործք Առաքելոց 4:12-ում ասվում է. «Եվ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ոչ մի ուրիշ անուն չկա երկնքի տակ տրված մարդկանց, որով մենք կարող ենք փրկվել»։ Եվ այսօր, երբ աշխարհը մեզ ասում է. «Հարգիր այլ աստվածների պաշտամունքը, հարգիր մեր հին դիցաբանության աստվածներին, մի խառնվիր ուրիշի հավատին ու մշակույթին», մենք համարձակորեն պետք է ասենք. «Ոչ, չէ՞ որ հենց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր քարոզում ու դարձի բերում մարդկանց հետանոսությունից, իսկ այնուհետև պատվիրեց իր աշակերտներին և բոլոր իրեն հավատացողներին ասելով. «Գնացեք ամբողջ աշխարհը քարոզեք ավետարանը, և ով որ հավատա, կփրկվի»։ Մենք կշարունակենք քարոզել միակ ճշմարտությունը, որի միջոցով մարդը կարող է փրկվել, որովհետև սերն ու հանդուրժողականությունը երբեք չպետք է կանգնեն ճշմարտության ճանապարհին։ Քրիստոնյան չի կարող հարգել կուռքերին։ Նա պետք է սիրի, հարգի մարդուն և առաջնորդի նրան դեպի Քրիստոսը։ Եկեք քարոզենք ճշմարտությունը սիրով, խոնարհությամբ, բայց հստակությամբ։ Դա է մեր Տիրոջ ճանապարհը, դա է իրական մարդասիրությունը և դա է միակ ուղին դեպի փրկությունը։